Բարի երեկո, դուք դիտում եք հորիզոնի հերթական թողարկումը։ Կառավարությունը նախատեսում է խաղաղության խաչմերուկ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ճանապարհաշինական աշխատանքներ, այս եւ մի շարք այլ որոշումներ են ընդունվել գործադիրի այսօրվա նիստում։ Կառավարությունը կհամաֆինանսավորի 17 համայնքի 23 ծրագիր, ընդհանուր 2 միլիարդ 15 միլիոն դրամ արժեքով։ Վարչապետն ավանդույթի համաձայն թվարկեց տարբեր համայնքներում իրականացվող եւ իրականացված այդ ծրագրերը։ Ինչքան հասկացա, այստեղ վերջին հատվածում գույքի ձեռքբերման խնդիրը պետք է լուծենք, հա թե Հիմնական հատվածում վարչապետ։ շատ լավ։ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց չզեկուցվող 6-րդ հարցով ընդունված որոշման նախագծի ճանապարհաշինական եւ կապիտալ ներդրումների փաթեթի վերաբերյալ։ Խոսքը մոտ 15 միլիարդ դրամի ծրագրերի ֆինանսավորման մասին է, որոնք տարբեր փուլերում են։ Վարչապետը թվարկեց այդ ճանապարհները, որոնց թվում է Գորիսից դեպի Վերինշեն եւ Խոզնավար տանող ճանապարհի 18.3 կիլոմետր հատվածը։ Այն նախատեսվում է սկսել եւ ավարտել այս տարի։ Ընթացիկ տարում նախատեսվում է նաեւ սկսել եւ ավարտել Կապան-Ծավ ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրից դեպի Նռնաձոր տանող 11 կիլոմետր երկարությամբ նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքները։ Նռնաձոր տանող ճանապարհը մի հատված համընկնում է նախկինում երկաթուղու գծերի հատվածի հետ, պաստառի հատվածի հետ, եւ քանի որ մենք պլանավորում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, եւ ըստ էության սա այդ աշխատանքների գործնական փուլն է։ Բնակավայրի համար այլընտրանքային ճանապարհ ենք ստեղծում, բայց նաեւ երկաթուղու ճանապարհն ենք ազատում, որովհետեւ այլ տարբերակ երկաթուղին անցնելու չունի եւ միայն այդ հատվածով կարող է անցնել եւ հետեւաբար այդ հատվածը ազատում ենք երկաթուղու կառուցումը հնարավոր դարձնելու համար։ Հաջորդ թիվ գործադիրը հաստատեց բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը։ Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ այն ուղղված է հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսության զարգացման, ցանքատարածությունների ավելացման, հավաստագրված սերմերով ցանքերի իրականացման, բարձրաժեք գյուղատնտեսության զարգացման համար։ Ըստ այդմ կփոխհատուցվի մինչև 100 հեկտար մակերեսով հացահատիկային մշակության 1 հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների վարուցանքի, բերքահավաքի եւ սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50%-ը։ Պաշտպանության ծորենի մշակության համար 1 հեկտարի մակերեսով 80,000 դրամ, կանանացան հացահատիկի մշակաբույսի մշակության 1 հեկտարի մակերեսի հաշվով 70,000 դրամ, եգիպտացորենի դեպքում 85, հատիկանդեղենի դեպքում 100,000 դրամ, կերային մշակաբույսերի դեպքում 110,000, կերի ճակնդեղը 80,000։ Ծրագիրը կիրականացվի մարզպետանների եւ համայնքների միջոցով, որի նախնական արժեքն այս տարի կկազմի շուրջ 1.5 միլիարդ դրամ։ Գնահատման համար հիմք է հանդիսացել ծրագրով նախատեսված գարնանացան հացահատիկային մշակաբույսերի շուրջ 15,000 հեկտար, կերային մշակաբույսերի 2,250 հեկտար փոխհատուցումը, որը հատիկանդեղենի դեպքում կլինի մոտավորապես 500 հեկտար։ Հաջորդ տարվա համար եւս նախատեսվում է փոխհատուցել 1.4 միլիարդ դրամ։ Այս կերպ Պապոյանի խոսքով ակնկալվում է հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացում, մշակվող վարելահողերի տարածքների ավելացում շուրջ 36,000 հեկտարով։ Մի հետաքրքիր արձանագրում էլ անենք, վերջին օրերին նկատվում է նաև որոշակի հացահատիկի գների ավելացում եւ սա շատ կարեւոր է այն առումով, որ մի կողմից սա կարող է, այսպես ասած, գնաճային զսպումներ առաջացնել եւ մյուս կողմից նաև եթե դա անգամ տեղի չունենա, մեր արտադրողների մոտ եկամտաբերությունը կավելացնի։ Վարչապետը դժգոհեց մարդկանց հետ զրուցել ու հասկացել է, որ այսօրինակ ծրագրերը հաճախ անարդյունավետ են դառնում կամ ունենում են հատվածական էֆեկտ։ Հասկանում եք, մենք գյուղատնտեսություն ենք անում կաբինետներում։ Վարում ենք, ցանում ենք, հնձում ենք, բան ենք անում, պարարտանյութ ենք տալիս, վերլուծություններ ենք անում կաբինետներում։ Չիլնես ծրագրերը, հա, շատ լավ ընդունենք, այս տարի էլ ընդունենք, բայց ես ուզում եմ արձանագրենք, որ մենք անիմաստ գործողություն, ես վստահ չեմ, որ այս փողը մենք ավելի լավ տանենք 1 միլիարդով, գուցե տեղ կա մի հատ ավելի մանկապարտեզ կառուցենք, ավելի լավ է։
Առողջ ապրելակերպի խրախուսման եւ երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման նպատակով կառավարությունը կսուբսիդավորի մինչեւ 300,000 դրամի հեծանիվ ձեռք բերած ուսանողի եւ դասախոսի վարկի տոկոսադրույքը։ Նախարար Անդրեասյանը տեղեկացրեց մոտ 5,000 հարցվածների 3.2%-ը նշել է, որ կուզենար հեծանվով հասնել աշխատավայր կամ ուսհաստատություն։ Ուստի այս աջակցությամբ հեծանվով տեղաշարժվող քաղաքացիների թիվը կարող է էապես աճել։ Նախատեսում ենք, որ վարկի գումարը կարող է լինել մինչև 300,000 դրամ, որը մեր վերլուծություններով միանգամայն բավարար է տարբեր դասի որակյալ հեծանիվ ձեռք բերելու, ինչպես նաև անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար մինչև 36 ամիս ժամկետով։ Վարչապետը հավելեց, այս որոշմամբ կառավարությունը այդ նպատակով վերցրած վարկի տոկոսի սուբսիդավորման տեսքով կաջակցի այն ուսանողներին եւ դասախոսներին, որոնք պատրաստ են դիտարկել հեծանվով դասի գնալը կամ հեծանիվը որպես տրանսպորտային միջոց օգտագործելը։ Ջիպերի, Range Rover-ների այդ քաղաքական գերիշխանության տրամաբանությունը պետք է փոխել քաղաքացիական գերիշխանության տրամաբանությամբ, եւ այստեղ այդ քաղաքական սիմվոլիկան էլ կա իրականում։ Վարկի տարեկան դրույքաչափը 16% է, որը կսուբսիդավորի ու կզրոյացնի կառավարությունը։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել աշխատանքային քննարկում կիբերանվտանգության մասին, հանրային տեղեկությունների մասին եւ բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքների նախագծերի շուրջ։ Նախագծերի ներկայացումից հետո ծավալվել է քննարկում, հանդիպման մասնակիցները անդրադարձել են նախագծերի հիմնական դրույթներին, ներկայացրել իրենց դիտարկումները եւ առաջարկությունները։ Արտաքին գործերի նախարար Միրզոյանը, ով պաշտոնական այցով Ղազախստանում է, առանձնազրույց է ունեցել այդ երկրի փոխվարչապետ արտաքին գործերի նախարար Մուրադ Նուրտլեուի հետ, այնուհետ քննարկումը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմերով։ Հանդիպման սկզբում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ղազախստանի ժողովրդին Նաուրիզիա ավանդական տոնի կապակցությամբ մաղթելով նոր ձեռքբերումներ։ Նախարարը նշել է, որ սա նրա առաջին պաշտոնական այցն է Ղազախստանի Հանրապետություն արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ այսօրվա քննարկումները կնպաստեն երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային եւ միջազգային բնույթի արդիական հարցերի շուրջ մտքերի առարկայական փոխանակման համար։ Հայաստանի դիրքորոշումը հստակ է, երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում եւ սահմանազատման գործընթացի իրականացում Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների հիման վրա, ինչպես նաեւ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացում, առաջնորդվելով յուրաքանչյուր պետության ինքնիշխանության ու իրավազորության անվերապահ հարգման, ինչպես նաեւ հավասարության եւ փոխադարձության սկզբունքներով։ Ակնհայտորեն համապարփակ կարգավորման համար կարեւոր է նաեւ մարդասիրական հարցերի հասցեագրումը, այդ թվում անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզումը եւ ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակումը։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ այս տարի գործընկեր երկրները կշարունակեն ամրապնդել երկկողմ գործընկերությունը, ընդլայնելով փոխշահավետ համագործակցության հորիզոնները, որոնք ընդգրկում են ուղղությունների լայն շրջանակ, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար եւ այլ ոլորտներ։ Մեր միանման դիրքորոշումը պետությունների ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչպես նաեւ շահագրգռվածությունը տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային կապերի զարգացման եւ դիվերսիֆիկացիայի մեջ ել ավելի են ընդլայնում մեր համագործակցության հորիզոնը։ Համոզված եմ, համատեղ ջանքերով կհաջողվի ել ավելի զարգացնել եւ ամրապնդել ռազմավարական ուղղվածություն ունեցող մեր երկկողմ հարաբերությունները։ Արարատ Միրզոյանի խոսքով ակնհայտ է, որ խաղաղ նախաձեռնությունների իրականացման միջոցով տարածաշրջանային կայունության ամրապնդումը նույնպես համահունչ է երկու երկրների նպատակներին։ Նախարարը Ղազախստանի արտաքին գործերի նախարարին առաջարկել է հանդիպման ընթացքում մանրամասն անդրադառնալ հետագա համագործակցության առանցքային ուղղություններին, հատկապես հաշվի առնելով առաջիկա երկկողմ շփումները, այդ թվում բարձրագույն մակարդակով։ Հանդիպման ավարտին գործընկերները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։ Զվարթ Ղազարյան, Հորիզոն։ Արարատ Միրզոյանին ընդունել է նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, զրուցակիցները ընդգծել են տրանսպորտային լոգիստիկ կապուղիների արդյունավետ կիրառման եւ բեռնափոխադրումների ծավալների ավելացման ուղղված ջանքերի կարեւորությունը։ Միրզոյանը բարձր է գնահատել Ղազախստանի դիրքորոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում, նաեւ ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է պայմանագրի ստորագրմանը, ինչին հնարավոր կլինի հասնել այն երկու կողմերից քաղաքական կամքի դրսևորման պարագայում։
Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին պատգամավորական անձեռնամխելիությունից։ Որոշումը կայացվել է փակ գաղտնի քվեարկությամբ, Մարգարյանի վերաբերյալ միջնորդության քննարկմանը ընդդիմադիրները ներկա չեն եղել։ Իշխող խմբակցության երբեմնի անդամ Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը ընդդիմադիրների գնահատմամբ դասական քաղաքական հետապնդման փորձ է, ինչու գլխավոր դատախազը նրա հետևից խորհրդարան չի եկել ավելի վաղ, այն դեպքում, երբ դեռևս 2 տարի առաջ են իմացել Աղազարյանի վերաբերյալ այդ տեղեկությունները։ Հիշեցնենք, 2 քրեական գործով Աղազարյանը կասկածվում է կոռուպցիոն գործարքների մեջ։ Անցել է 2 տարի շուրջ։ Եվ երբ որ Հովիկ Աղազարյանը ընդդիմանում է SMS-ով հաղորդագրությամբ գործից ազատվելու պահանջին, երբ որ սկսում է ընդդիմանալ, հանկարծ հայտնվում է այն ցանկում, որտեղ արդեն տարիներ շարունակ հայտնված են ընդդիմադիր գործիչները, այդ թվում պատգամավորներ։ Ես այսքան ապացույց, որ վարույթի ընթացքում ձեռք եմ բերել։ Նախաքննությունը գրեթե ավարտված եկել եմ, դեռևս դժգոհություններ կան հիմնավորվածության, կապերի մասին։ Պատկերացնում եք, ես մի տարի առաջ գայի, երբ որ այս բոլոր գործողությունները արված չէր, միանգամից մերժելու էիք։ Հարցն արդեն երկրորդ օրն էր քննարկվում, բայց քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեռևս որոշում չէր կայացրել։ Արդյոք թույլ են տալու, որ նախկին թիմակցին զրկեն անձեռնմխելիությունից։ Իշխող խմբակցությունից կային պատգամավորներ, որոնք քրեական գործի վերաբերյալ հարցեր ունեին դատախազին, անորոշություններ կային։ Բաբկեն Թունյանն օրինակ նախ նկատեց, շատերի մոտ թյուր ընկալում կա, որ սա խափանման միջոցի միջնորդության քննարկում է։ Մինչդեռ ըստ պատգամավորի հարցը վերաբերում է Աղազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրա նկատմամբ գործ հարուցելու հնարավորությանը։ Իմ համար այս process-ը բավականին տհաճ եւ անդուր process է ու զուտ մարդկային առումով ես չէի ուզենա, որ ընդհանրապես մենք նման խոսակցությունների մեջ հայտնվենք։ Հովիկ Աղազարյանի հետ մենք 6 տարի աշխատել ենք, իմ պատգամավոր լինելու առաջին օրվանից Հովիկ Աղազարյանի հետ կողք կողքի ենք նստել, բազում փորձությունների միջով ենք անցել, բազում դեպքերում պատասխանատվություն ենք միասին վերցրել, շատ դեպքերում ես եմ իրենից խորհուրդ հարցրել, շատ դեպքերում ինքն է ինձնից խորհուրդ հարցրել ու ես էլ պարոն Աղազարյանին միշտ համարել եմ ու համարում եմ ուղղախոս ու անկեղծ մարդ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարն էլ ոչ թե գործի բուն դրվագներին անդրադարձավ, այլ այն գնահատականներին, թե քաղաքական հետապնդում է իրականացվում, ճնշումներ են գործադրվում եւ Հայաստանում ավտորիտարիզմ է ձևավորվում։ Եկեք մի պահ պատկերացնենք, պարոն Աղազարյան, որ դուք պատգամավոր եք ձեզ այդքան ջերմեռանդ պաշտպանող դաշնակցության եւ ընդդիմության շեֆի իշխանության տարիներին Ռոբերտ Քոչարյանի, ասենք դուք պատգամավոր եք 2003 թվականին Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին։ Ինչ տեղի կունենար ձեզ հետ, եթե դուք օրինակ հանկարծ ձեզ ասվեր, որ դուք պիտի ձեր մանդատից հրաժարվեք եւ դուք հանկարծ համարձակվեիք մի հատ դժգոհության նշույլներ անգամ ցույց տալ։ Պարոն Դանիելյան, մի խանգարեք, իմ ժամանակը կվերականգնեք։ Սա դասական ժողովրդավարություն է, պարոն Աղազարյան։ Արդյոք դուք չգիտեք, որ ավտորիտարիզմը եւ բռնապետությունը տարբեր բաներ են։ Ավտորիտարիզմը մի մակարդակ ցածր է բռնապետությունից եւ այս պահին իմ ստեղ գտնվելու հանգամանքը ես պետք է օգտագործեմ եւ փորձում եմ օգտագործել, որ ավտորիտարիզմը որ կայանում է, չդառնա բռնապետություն։ Ավտորիտարիզմի եւ բռնապետության մասին չէին միայն Հայկ Կոնջորյանի դիտարկումները։ Աղազարյանին դիմելով իշխող խմբակցության ղեկավարը նաեւ ընդդիմադիրների կողմից նրան աջակցող ելույթների մասին ընդգծեց։ Պարոն Աղազարյան, կյանքում կրակ արած կաք, հիշում եք, չէ, երբ որ կրակը երբեմն չի կպնում, ինչ են անում։ Կրակը մեկ որ չի կպնում, հիշում եք, չէ, ինչ են անում։ Մի հատ տաշեղ են գտնում, որ այդ տաշեղով կրակը բոցավառվի։ Արած կլինեք երևի։ Հիմա դուք այս ժողովրդի համար ընդհանրապես տաշեղ եք, որ ուզում են այդ կրակի մեջ մտցնեն, որ այդ կրակը բոցավառվի։ Բնականաբար, պարոն Կոնջորյան, բայց իրենք օգտագործում են, ընդդիմադիր քաղաքական գործիչներ են, ընդդիմադիր ուժեր են, պիտի օգտագործեն, պիտի շահարկեն, եւ ես տաշեղ չեմ, պարոն Կոնջորյան, դա իմացեք։
Հովիկ Աղազարյանի թեման այսքանով չեզրափակվեց։ Պատգամավորը քննարկման կենտրոնում էր նույնիսկ այն ժամանակ, երբ գլխավոր դատախազը ամբիոնին մոտեցավ, այս անգամ պատիվ ունեմ խմբակցության անդամ Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրով։ Ի տարբերություն նախորդ քննարկման, Մարգարյանն ու մյուս ընդդիմադիր պատգամավորները դահլիճում չէին։ Հիշեցնենք, Տարոն Մարգարյանի գործը վերաբերում է Երևանի դպրոցներին եւ մանկապարտեզներին պատկանող հողերի ապօրինի օտարմանը, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն առնչվող հոդվածներին։ Ավելի ուշ փակ գաղտնի քվեարկության արդյունքները հայտնի դարձան։ Ըստ այդմ, թե Հովիկ Աղազարյանը եւ թե Տարոն Մարգարյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից։ Մի քիչ դժվար կլինի ազգային ժողով չգալը, սիրում է այս շենքը, ասում է Աղազարյանը լրագրողների հետ զրույցում, ընթացքում նաեւ այս երգը մտաբերում։ Жизнь невозможно повернуть назад, и время ни на миг не остановишь. Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Ռաժիմայցկանը կհանդիպենք ժամը 20-ին։